Ասում են նա մեծ բարերար է, նույնիսկ կառավարական տներն է կառուցել, ոնց եք նման բարերարին այդպես վերաբերվում։ Այսինքն ասելով է, հա, Պետրոսը ասում են, այսինքն ինքը ոչ թե մեծ բարերար է, այլ ասում են, էլի, տենց սուտ ճիշտ ասում են, որ մտամ ինքը բան, հա, այդ է քո ընկալումները։ Կառավարական տները, այդ սարկած կառավարական տներում սրա ընտանիքներից մեկն է ապրում։ Սրանք փաստորեն Սամվել Կարապետյանի ինքը Նիկոլը Մեկել մյուսը Սամվել Կարապետյանի սարկած տներում ապրում են, նրա վճարած հարկերով ամեն օրվա իրանց ապրուստն են անում, թալանում են այս պետությանը ժողովրդին, ասում են Սամվել Կարապետյան, դե դու էլ մի պաշտպանի ես ժողովրդին, մի պաշտպան այդ եկեղեցուն, հանձնարարություն ենք ստացել թուրքերից, պետություն ենք ավիրում, ինչ ես եկեք կանգնեմ մեր ճանապարհին, հետո քո պատճառով մենք պիտի այս երկիրը չկործանենք, հա։ Գնացել էր Սամվել Կարապետյանը, Ստեփանակերտում այդ հանրապետական հիվանդանոց էր կառուցել, նորովի, սարքավորումներով, ամեն ինչով, հագես տեխնիկայով։ Հիմա ինչա, չտային այս մարտիկ թուրքերին Ինչա թե Սամվել Կարապետյանն է կառուցել։ Այ քեզ բան։ Հիմա էլ ընդ հանձնել են, չեն կարացել Սամվել Կարապետյանը սրանց դեմն առնի, հիմա է ուզում դեմն առնի, այ քեզ դամբար ինչ են անում, տանում նստացնում են բան, որ չխոչընդոտի, չխանգարի, որ կարանան թուրքերի պահանջները կատարեն։ Ինքը փաստացի ստացվում է, որ ինչ որ մասնավոր Սերժ Սարգսյանին կաշառք է տվել, հա, ոնց կարա օրինակ ինչ որ անհատ կամ ընտանիք կառուցել ինչ որ տուն, որտեղ ապրում է Սերժ Սարգսյանը կամ ապրել է Սերժ Սարգսյանը։ Լսի, այդ տանը հիմա Նիկոլ Փաշինյանն է ապրում, այդ տղա։ Այստեղ ապրում է եւ ապրելու է Հայաստանի Հանրապետության ղեկավարի վարչապետի ընտանիքը, ոչ թե իմ ընտանիքը, ոչ թե Փաշինյանների ընտանիքը, այլ Հայաստանի Հանրապետության վարչապետի։ Սամվել Կարապետյանը Սերժ Սարգսյանին կաշառք տվե ու այդ տանը հիմա Նիկոլ Փաշինյանն է ապրում, հա։ Տենց է քո լոգիկան։ Մարդը պետությանը չի կարա, հա, նվիրատվություն անի։ Բայց Սամվել Կարապետյանը, որ Հայաստան համահայկական հիմնադրամի նվիրատվություն, որ մենակ Սամվել Կարապետյանը չէ, 44 օրյա պատերազմի ժամանակ այդ հիմնադրամը, որ տարեկան 12 միլիոն գումար էր հավաքում, 150 միլիոն հավաքում, 100 միլիոնը մի օրում եք կերարա, մի օրում, բայց իրապահները չպիտի բացահայտեն, են էլ ոնց կբացահայտեն, մեկին ասին Ալիևը բռնեց, տես մի հատ հայրենասերը կա, չէ՞ն են, Ռուբեն Վարդանյանն էլ ինչ էր, հայրենասեր եկել էր ներդրումներ էր անում, Տաթևի բանկներ սարքում, բանկերում էր ներդրումներ անում, ենթակառուցվածքներում էր անում, բարեգործական ծրագրեր էր անում, կրթական Հեսա լստից, ինչքան պետք է թողնեն այս մարդիկ, այս հայրենասերները թփրտան, բայց թրքասերներն ինչով զբաղվեն։ Դրա համար թրքասերերը, որոնք նաև թքասերերը, այս հայրենասերներին պետք է բռնեն տանեն նստացնեն բանտերը, որպեսզի կարողանան երկիրը հանձնեն թուրքերին։